Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ մնում ենք առողջապահական ոլորտում եւ այսպես նոյեմբերը թոքի քաղցկեղի իրազեկման ամիսն է։ Ինչպես գիտեք, աշխարհում ամեն տարի թոքի քաղցկեղից մահանում է 1.5 միլիոնից ավելի մարդ։ Մահացության ցուցանիշը ցավոք սրտի բարձր է նաեւ Հայաստանում։ Այո, շատ հաճախ մենք այս խնդրի մասին չենք բարձրաձայնում, մտածելով դա այնպիսի թեմա է, որ երբեք ոչ մեկին էլ հաճելի չի։ Բնականաբար այդ թեման ոչ մեկին էլ հաճելի չի, բայց լռելով էլ ավելի ենք թողնում, որ այդ թեման ներթափանցի մեր կյանք եւ իրազեկելը եւ անընդհատ այդ մասին խոսելը կբերի նաեւ այդ ամենի դեմն առնելու խնդիրներին։ Էնպես որ այս պահին մեր հյուրերն են Հայաստանի Հանրապետության Ֆանարջյանի անվան ռուսկաբանության ազգային կենտրոնի կրծքավանդակային վիրաբուժության եւ ինտերվենցիոն թոքաբանության բաժանմունքի վարիչ, թորակալ վիրաբույժ Տիգրան Բյուզանդյանը եւ Հայաստանի Հանրապետության Ֆանարջյանի անվան ռուսկաբանության ազգային կենտրոնի ախտորոշիչ ծառայության բժիշկ, ռադիոլոգ, Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոս Լիլիթ Այվազյանը։ Բարի առավոտ։ Ոնց եք։ Լավ, ինչպես է։ Շատ լավ։ Այ երբ առավոտյան արթնանում եք, ասես լիաթոք շունչ են քաշում, սա իհարկե ամեն ինչ արժե, հա։ Երբ են առաջանում խնդիրները թոքերի հետ եւ ինչը կարող է հանդիսանալ խնդիրների պատճառ այսօր։ Շատ հետաքրքիր հարց եք շոշափում, շնորհակալություն նախ հրավերի համար եւ նմանատիպ կարևոր հարցերին տեղ տալու համար եթերում եւ թոքերի հիվանդությունները բոլորը սկսում են վատ եւ սխալ օդի մուտքից, այսինքն վատ եւ սխալ օդը ո՞րն է։ Դա ծխախոտն է, դա աղտոտված օդն է, դա բոլոր այն արգասիքներն են, որոնք չպետք է հայտնվեն իրականում մեր տրախեոբրոնխիալ ծառում, շնչափողում, թոքերում եւ այլն։ Եվ այդտեղից էլ արդեն առաջանում են բոլոր խնդիրները, դա թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը, դա թոքի քաղցկեղը եւ այլն եւ այլն եւ այլն։ Շատ ասում են, որ երբ որ խոսում եմ ընկերներիս հետ, ասում են մի ծխեք, դա բերում է նաև այդ քաղցկեղի բան, բայց ասում են, այդպիսի բան չկա, բա մեր պապերը ոնց էին 90 տարեկան մինչև ապրում բոլ ծխելով։ Եկեք խոսենք այդ խնդրի մասին, որտեղ այսօր դա արդեն իսկ ծառացած ու շոշափելի խնդիր է դարձել։ Ինչքանով է ծխելը ստատիստիկայով ազդում հենց այդ process-ի վրա։ Ասեմ ձեզ, նպաստում ավելի ճիշտ։ Եթե մենք նայենք առողջապահության կազմակերպման տեսանկյունից, այսինքն հավանականությունը առաջացման եւ այլն դա թվեր են, որոնք մարդիկ միշտ մտածում են մեզ հետ դա կապ չունի, որ տարեկան ախտորոշվում է այսքան թոքի քաղցկեղ, հա, ես այդ թվերի մեջ չեմ, նորմալ է, ես չեմ լինելու այդտեղ։ Եթե մենք նայենք յուրաքանչյուր անձի տեսանկյունից, այսինքն մի մարդու ռիսկը թոքի քաղցկեղ ունենալու ինչքան է, ապա ասեմ, որ թոքի քաղցկեղ առաջանում է ծխողների շրջանում ամբողջ կյանքի ընթացքում 20-ից 30% հավանականությամբ։ Դա բարձր է։ Դա բավականին բարձր է, այսինքն ամեն 5-րդը, ով որ կյանքի ընթացքում ծխել է, կունենա թոքի քաղցկեղ։ Ըստ այսօրվա մեր ունեցած ստատիստիկ տվյալների։ Նույն բանը վերագրելով չծխողներին, հավանականությունը 0.5-ից 1%։ Ամբողջ կյանքի ընթացքում։ Եվ այդ նույնը վերագրենք տարիներին, այսինքն յուրաքանչյուր ծխող մարդ, իսկ մենք թիրախային խումբ միշտ վերցնում ենք 50-75-ը, որ մոտավորապես այդ տարիքային դիապազոնում է առաջանում թոքի քաղցկեղ։ Այո, ավելի վաղ է առաջանում, ավելի ուշ է առաջանում, բայց հիմնական խումբը թիրախը հենց 50-75 տարեկան մարդիկ են։ Այդ տարիքը, եթե մենք 20-30% հավանականությունը բաժանենք այդ 25-ից 30 տարվա մեջ, կստանանք, որ ամեն տարվա մեջ ծխող մարդը ունի հավանականություն թոքի քաղցկեղ առաջանալու 1%-ով։ Կարծում եմ դա խելառ թվեր են ուղղակի եւ շատ բարձր ցուցանիշներ են։ Եվ որոնք են առաջին ախտանիշները, որ մարդը կարող է հասկանալ, որ արդեն բանը բանից անցել է կոպիտ ասած եւ պետք է դիմել բժշկին։ Որպես վիրաբույժ ես ասեմ գանգատների մասին, խոսքս փոխանցեմ գոլեգայից, որպեսզի ավելի մեծ պրոյեկտների մասին ասի, հետազոտական եւ այլն։ Ուրեմն գանգատ եթե առաջացել է եւ մարդը ախտորոշում է ստան թոքի քաղցկեղ, դա արդեն իսկ նշանակում է, որ խոսքը չի գնում վաղ փուլի մասին։ Վաղ փուլերը հիմնականում պատահական հայտնաբերվածներն են կամ այն մարդիկ են, ովքեր որ մշտապես անցնում են տարեկան ստուգումներ։ Այսինքն ոչ մի զգացողություն չկա, երբ որ նոր փուլում է։ Չկա ցավոք սրտի, քանի որ կամ ինչ-որ բաներ, խեղդվել այդ հազից։ Բացարձակ չի լինում, քանի որ թոքը ինքնին նյարդավորված չէ։ Ահա։ Այսինքն, եթե մենք խոսում ենք հազի, եթե մենք խոսում ենք արյունախխման, եթե մենք խոսում ենք ցավի մասին, դա արդեն իսկ նշանակում է, որ process-ը միայն թոքում չէ։ Այսինքն բրոնխիալ ծառի մեջ խնդիր կա։ Մենք արդեն խոսում ենք նրա մասին, որ ախտարվել է պլևրան կամ տարածվել է process-ը եւ ըստ այդմ առաջացել են գանգատներ։ Ինչ անել, որ չգալ հասնել դրան։ Եվ այդ հարցը տանջում է աշխարհով մեկ բոլորին, ովքեր որ զբաղվում են թոքի քաղցկեղով, ովքեր որ զբաղվում են առողջապահության կազմակերպմամբ
եւ այդ հարցի պատասխանը փորձել են տալ ԱՄՆ-ում եւ Դանիայում։ Երկուսն է փորձել են ստեղծել սկրինինգային ծրագիր։ Սկրինինգը ինչ է նշանակում։ Այսինքն հետազոտություն, որ արվում է առողջ, պրակտիկ առողջ մարդկանց, իդենտիֆիկացնելու եւ դուրս բերելու այն մարդկանց, ովքեր որ հիվանդությունը կամ նոր է սկսում կամ առաջին, երկրորդ փուլում է։ Արդյունքում ինչ ունեցանք, Ամերիկայի Միացյալ Նահանգները հետազոտեցին 55000 մարդու մոտավորապես։ Եվ այն մարդկանց, ում որ հայտնաբերել էին թոքի քաղցկեղ, համեմատել էին այն մարդկանց հետ, ովքեր որ պատահական էին հայտնաբերվել կամ գանգատներով, եւ ունեցել էին մահացության մոտավորապես 30%-ի չափով նվազում 5-ամյա մահացության մասին է խոսքը։ Դա եւս լուրջ ցուցանիշներ են։ Սակայն եւ մեթոդը բավականին գնահատվել էր թանկարժեք, դրա համար ինքը չստացավ համապարփակ բնույթ։ Բայց ինչ անի հասարակ մարդը, որը որ ունի կասկածներ եւ վախենում է, որ ինքը կարող է ունենալ թոքի քաղցկեղ, եւ ինչ պետք է անել այս դեպքում։ Ինչպես ասեց գոլեգաս, մեծ դեր ունի հենց ռիսկային խմբում գտնվող մարդիկ։ Սկրինինգային ծրագիրը շատ մեծ դեր է խաղում։ Պարտադիր չէ, որ մարդ որևէ գանգատ ունենա։ Այսինքն, մենք ասացինք, որ վաղ փուլերում որևէ գանգատ չի լինում։ Մենք հորդորում ենք, խորհուրդ ենք տալիս բոլոր տեսակ մեդիա հարթակներում փորձում ենք մեր բնակչությանը իրազեկենք, որ հետևողական լինեն, այսինքն գոնե տարին մեկ անգամ անցնել սկրինինգային այդ ծրագրով, այսինքն հետազոտություն անցնել, իսկ ամենից լավ, ասենք կասեի, հետազոտությունը համարվում է ցածր դոզավորմամբ ՀՇ հետազոտությունը, այսինքն ԿՏ, ինչպես մարդիկ գիտեն, երբեմն համեմատական տանում են ԿՏ-ի եւ ռենտգենի ցուցանիշները, ասում են կարող ենք միգուցե հենց ռենտգենով բավարարվել։ Ես ուզում եմ նորից կրկնել, եթե մարդիկ գտնվում են վերը նշված այդ ռիսկային խմբում, ավելի ճիշտ կլինի, որպեսզի անցնեն այդ ցածր դոզավորման ՀՇ հետազոտությունը, որովհետև օրինակ փոքր ուռուցքային հանգույցները 3-ից 5 մմ չափերով ռենտգենով մենք կարող ենք բաց թողնել, իսկ որը որ շատ ավելի պարզ, հստակ վիզուալիզացվում է ՀՇ հետազոտությամբ։ Այդ իսկ պատճառով խորհուրդ եմ տալիս, որ անցնեն ցածր դոզավորմամբ ՀՇ հետազոտություն տարին մեկ անգամ։ Եվ ինչպես ասեց գոլեգաս, ես մի փոքր ավելացնեմ, հենց այդ սկրինինգային ծրագիրը Ամերիկայում համեմատական տարվել է նաև սկրինինգը նախկինում ԿՏ-ի արած ԿՏ-ի հետ համեմատական եւ ՀՇ-ի հետ եւ մոտ 20%-ով մահացությունը նվազել է, երբ որ սկրինինգը տարվել է ՀՇ հետազոտությամբ։ Այսինքն դա եւս մեկ անգամ մեզ ապացուցում է, որ փոքրիկ նոր սկսվող հանգույցները, փոքր գոյացությունները դեռ ռենտգեն տեսանելի չեն։ Եվ բնականաբար արդեն երբ որ արդեն հասնում է 3-4 փուլ, արյունախխումով, շնչահեղձությամբ, հազով, ցավի ախտանիշներով, այդ ժամանակ արդեն բնական է եւ գոյացությունն է մեծ եւ հավելյալ լիմֆատիկ հանգույցներում մենք կարող ենք տեսնել փոփոխություն, այդ ժամանակ մենք արդեն տեսնում ենք ռենտգենով պատկերը, բայց արդեն ցավոք արդեն հասել է 3-4 փուլ։ Եվ մի հարց տամ էլի շատ հետաքրքիր է ուղղակի սովորաբար հետազոտվում են մարդիկ, ովքեր չեն ծխում, թե ովքեր ծխում են, որովհետև իմ պատկերացմամբ ծխող մարդիկ դժվար է այդպես պարբերաբար գան հետազոտման։ Սովորաբար ինձ թվում է հետազոտում են հենց այն մարդիկ, ովքեր վախենում են խնդրից, չեն ծխում, հետևում են իրենց առողջությանը եւ ավելի ուշադիր են։ Ասեմ ձեզ հետաքրքիր նկատառում մեր պրակտիկայից, գոյություն ունի հետաքրքիր համախտանիշ, ասեմ թե նիգիլիստ կոչվածը։ Այսինքն որ ուզում է հերքել ամեն ինչ, ցավոք սրտի մեր ազգի մենտալիտետի մեջ նիգիլիզմը շատ է։ Մասնավորապես մարդը միշտ մտածում է, որ դա ինչ չի վերաբերվում, ես դրա հետ կապ չունեմ, ինչ ավտորիտետներ, ինչ բժիշկներ, չգիտեմ ինչ, ես գիտեմ սա նորմալ է, ես գանգատ չունեմ, ուրեմն ես հիվանդություն չունեմ։ Ինչքան էլ մենք ուզենանք ասել, պետք է ինքնագիտակցումը գա այն բանի, որ ախր այդ օրգանը այնպեսին է, որ գանգատ որ չունես, դա շատ լավ է, որ դու գանգատ չունես։ Շատ մարդիկ ցավոք սրտի կողմնորոշվում են սեփական գանգատի ուղղությամբ եւ մտածում են, որ թե գանգատ չկա, ուրեմն հիվանդություն չկա։ Ամեն ինչ նորմալ է ուրեմն։ Եվ հակառակը ասեմ, ուրեմն եթե գանգատ կա,
Всё, ուրեմն հիվանդություն եւ հենց այդ մասին է ուզում խոսենք, որովհետեւ հայկական մենտալիտետով դանակը հասնում է ոսկորին նոր ենք դիմում բժշկի կամ էլ այսպիսի արտահայտություն կա, որ գնան բժշկի հաստատ մի բան կգտնեն։ Եվ վախենում են գրանք հատկապես նման պրոֆիլակտիկ հետազոտությունների վախով, որ եթե գնացի մի բան հաստատ կասեն չի ու ես կսկսվի այդ process-ը։ Այ ոնց հաղթարել այս վախը եւ գնալ հետազոտման, հատկապես հենց այս խնդրի համար գնալ հետազոտման։ Եվ եւս ավելացնեմ, եթե քաղցկեղ, ապա դա դատավճիռ է, թե հնարավոր է, որ դա դատավճիռ չէ եւ հնարավոր է մի անգամից դեմն առնել։ Քաղցկեղը դա երբևիցե դատավճիռ չէ։ Դա մեկ։ Դրա մասին հաջորդիվ մանրամասն կպատնեմ։ 3 արգումենտ ինչի է պետք անցնել ախտորոշիչ հետազոտություններ պրոֆիլակտիկ, դա չի վերաբերվում միայն թոքի քաղցկեղին, առհասարակ։ Կանխարգելիչ նույն ինքը պրևենտիվ բժշկությունը առաջին հերթին ավելի էժան է, երկրորդ հերթին ավելի արդյունավետ է եւ երրորդ հերթին տալիս է ավելի լավ արդյունքներ։ Առաջին կետը, ինչի ինքը ավելի էժան։ Մենք ծախսում ենք X պայմանական գումար տարեկան հետազոտությունները եւ իրականում կարեւոր չի, այդ գումարը ծախսում է պետությունը, ապահովագրական ընկերությունը, թե հենց հիվանդը։ Ապահովագրություններ կան, որ փակում են, չէ՞ գումարը։ Հետազոտությունների համար կան, որ ծածկում են։ Էական չի ով է տալիս գումարը։ Գումարը ծախսվում է նույն թոքի քաղցկեղի օրինակով, նույնիսկ եթե պետական ծրագրեր չկան, X2 ենթադրենք, չգիտեմ, Մոզամբիկում չկան։ Մարդը, որ գնում է տարեկան հետազոտության, ինքը ծախսում է 25 տարի այդ փոքր գումարը, խնդիրը հայտնաբերվելու դեպքում նույնիսկ հայտնաբերվում է առաջի փուլում եւ մեծ հաշվով ինքը ծախսում է գումար մենակ վիրահատության վրա, եթե նույնիսկ ծախսում է։ Դա համեմատելի չի նույն 4-րդ փուլի գանգատով բուժառուի դեպքում եւ տարեկան ծախսերը նույն թոքի քաղցկեղի դեպքում կախված տեսակից բուժման ծավալ ձևն կամ մինչեւ 15-20000 ԱՄՆ դոլար հասնել։ Երբեք չեն համեմատվի։ Նույնը արդյունքները 4-րդ փուլի թոքի քաղցկեղի ապրելությունը եւ առաջի փուլի դա կատաստրոֆիկ տարբեր թվեր են։ Առաջի փուլի դեպքում եթե մինչեւ 100% ապրելություն կա, 4 փուլի դեպքում այդ թվերը բավականին փոքր արդեն նվազում են։ Շատ են նվազում։ Մինչեւ 10-15% եւ այլն եւ ավելի ցածր, նու կախված է արդեն արիայից եւ հետազոտության ծավալից, որ այդ թվերը ոնց են չափել։ Այսօր սեփական կյանքի հանդեպ ուշադրությունը ինչպես է գնահատում բուժառուների կողմից, հա, գալ հետազոտությունների, հետևողական լինել առողջությանը, անընդհատ հարց ու փորձ անել բժիշկներին։ Ժամանակին դա մի քիչ այդպես չէր։ Հիմա երիտասարդությունը սկսել է հետևել իրեն, հոգ տանել իր մասին։ Արդյոք դա այդպես է։ Այո, դա այդպես է, բայց ասեմ մեկ ազգային խոսք գյուղ չկա շունչը լինի։ Այո, բոլոր տեսակի մարդիկ էլ հանդիպում են, թե լավ առումով, թե վատ, բայց ինտերնետի դարի եւ ժամանակակից ինֆորմացիա ստանալու արագության փոփոխությունը համեմատած նույն 30 տարի առաջ մարդուն երբ ինֆորմացիա էր պետք, առաջին աղբյուրը դա հարևանություններ, երկրորդ աղբյուրը մի քիչ ավելի գիտականությունը, երրորդ աղբյուրը բարեկամը։ Ում վստահում են բոլորը։ Եվ այդ ամեն ինչի մեջ գիտակցված մարդկանց շրջանում գրադարան, մասնագիտական գրականություն եւ այլն։ Այսօր ինֆորմացիայի տարածման արագությունը շատ ավելի արագ է։ Այո։ Եվ շատ անգամ հակառակ ռեակցիան է տալիս կամ պատասխանը ChatGPT-ի, մտածում են, որ դե եթե ChatGPT-ն ասեց, ուրեմն դա բժիշկն ասել է։ Իհարկե, այս թեման այնպեսին է, որ կարելի է անընդհատ խոսել, մենք եւս մեկ անգամ ձեզ կհյուրընկալենք, ավելի երկար ժամանակ փորձենք տրամադրել եւ ավելի շատ բարձրաձայնել այս մասին։ Այս պահին ուզում եմ ձեզ նվիրել Սարգոնը, Կարմիր Չոր գինին, Իջևանի գինոգործարանի կողմից եւ համոզված եմ, որ բարձր կպայի ձեր տրամադրությունը, որտեղ եթե պոզիտիվ են տրամադրված բուժաշխատողները, ապա հիվանդները չունեն տխրելու առիթ։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել, քանի որ դուք առողջություն եք նվիրում։ Ես էլ ձեզ նվիրեմ էմոցիաներ, որը ներկայացնում են արև բացիկները, արևոք բացիկները, սիրում եմ, այսպես են կոչվում բացիկները, եւ այստեղ ներառված են սիրված երգերից ֆրազներ։ Առաջինը Հայկոյի երգիցը երազս կատարվել է, սրտումս ես, երկրորդը Անդրեի իմ սերը քեզ թե վեր թող տա։ Սա նվիրեք ձեզ համար հարազատ ու կարևոր մարդկանց եւ տվեք ձեր էմոցիաներն ու սերը։ Շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալություն։ Դե թող շնչեք։ Այո, եւ հետևեք ձեր առողջությանը ու փորձեք յուրաքանչյուր խնդրի դեմն առնել նախապես կանխարգելել, որովհետեւ դա շատ կարեւոր է։ Հիմա մենք ունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։